Խոսքը, որ այսօր ձեզ համար պատրաստել եմ, ուզում եմ կիսվել, այսպես եմ վերնագրել, Աստծո որդի, թե հերթական մարգարե։ Իհարկե, եթե ուզում ենք, ասենք, վերնագրի մեջ թվարկված մարգարե Աստծո որդի, դրանց ասած բացատրությունը հասկանանք, որ նաև հասկանանք տարբերությունը որն է, մարգարեն դա Աստծո մարգարեն, կոնկրետ ես ասում եմ, Աստծո մարգարեն դա ինքը մարդ է, որ կարողություն ունի Աստծուց բացահայտումներ անել, Աստծո հայտնությունները, Աստծո բացահայտումները բերել։ Նրանք խոսում են Աստծո հեղինակությամբ եւ ասում են այսպես է ասում Աստված եւ ներկայացնում են Աստծո միտքը, Աստծո բացահայտումները։ Ապագայի հետ կապված կարող են խոսեն ներկա մարդկանց իրավիճակներից, իրադրություններից, որոնք ծածուկ են, որոնք Աստված հայտնում է, որոնք բացահայտում է, ներկայացնում է։ Այսպես կարելի ասել։ Աստծո հայտնությունները բերող, դրանք հատուկ կարգված, առանձնացված մարդիկ էին, որոնք ծառայում էին Աստծուն, ծառայում էին մարդկությանը։ Նրանց միջոցով Աստված խոսում էր մարդկանց հետ։ Նրանց միջոցով Աստված իր ճանաչողությունն էր տալիս։ Նրանք խոսում էին Աստված, որ ճանաչվեր։ Նրանք խոսում են, որ Աստծո ծրագրերը իմացվեր, որ ծածկված էր, հայտնի չէր, Աստված գիտեր եւ նրանց միջոցով Աստված հայտնում էր։ Նրանք խոսում էին Աստծուց առած, Աստծուց առաջնորդված, ոնց ասած, իմացած, հայտնություն ստացած եւ մարդկանց կամ վիճակներ, իրավիճակներ, ծածկված բաներ էր բացահայտում, մեղ, տկարություն կամ ինչ որ բաներ։ Այսինքն սրանք մարդիկ են, որոնց միջոցով բացահայտումներ էր կատարում Աստված։ Ինքը խոսում էր նրանց միջոցով։ Իսկ Աստծո որդին, ով է Աստծո որդին։ Աստծո որդին մենք գիտենք, Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ դա Աստված եռամիասնություն է, երանձնյա է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, եւ Աստծո որդին դա երանձնյա Աստվածային Աստծո անձերից մեկն է, Որդի Աստվածը։ Ինչու է նա կոչվում որդի, ընդ որում կոչվում է միածին որդի, միակ ծնված։ Նա կոչվում է այն պատճառով, որովհետև Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Աստված ծնունդ տվեց իր որդունը։ Գրված է Սուրբ Գիրքում, որ Հիսուս Աստծո որդին Աստված էր հոր ծոցում, այդպես է ներկայացնում, հոր մեջ, հոր ծոցում, հոր մոտ, մեկ ուրիշ տեղ, եւ ժամանակի մեջ ծնվեց, դուրս եկավ հորից։ Քանի որ ծնվեց, ծնունդ տվողը կոչվեց Հայր, ծնվածը կոչվեց Որդի։ Այդպես է նաև մեր իրականության մեջ, չէ՞, Հայր, Որդի։ Եվ Աստծուց Աստված ծնվեց։ Երբ որ ասում ենք Աստծո որդի, երբեք դրանով չենք, ասենց ասած, պակասեցնում Քրիստոսի այդ Աստծո որդու Աստված լինելու, ոնց որ ասած, ամբողջականությունը, նա լիարժեք կատարյալ Աստված էր, Աստված ծնված Աստծուց, որ ժամանակի մեջ նաև Աստծո ծրագրի համեմատ եկավ աշխարհ, մարդացավ, մարմին հագավ մարդկային, բայց այդ մարմնում նա մնաց նույն, ասենց ասած, երկրպագվող Աստվածը, մարդ եւ Աստված, Աստված մարդացած, ինչպես գրված է, Էմանուել Աստված մեր մեջ, կամ մեկ ուրիշ տեղ խոսում է Աստված հայտնվեց մարմնում։ Դա Աստծո որդին էր, մեկ ուրիշը չի Աստվածային անձերից հայտնվել մարմնում։ Եվ նա կրեց Հիսուս Քրիստոս անունը, աշխարհին ներկայացավ Հիսուս Քրիստոս անունով։ Ինչու՞մն է պատճառը, որ այս ոնց որ ասած թեման է ընտրվել։ Աստծո որդի, թե հերթական մարգարե, որովհետև տեսնում ենք, որ ընդհանրապես ամբողջ, ասենց ասած, չարի բանակի կենտրոնացված հարձակումը հենց Աստծո որդու վրա է առաջերտին, որովհետև Աստված նրանով իրականացրեց մեր փրկությունը, ով որ Աստծո որդու Հիսուս Քրիստոսի անունին կհավատա, նա կունենա փրկություն։ Այսինքն այդ հավատքի մեջ կա այն ճշմարտությունը, իրականությունը, որ Քրիստոսի անձի գործի հետ է կապված, նրա խաչի գործի, նրա անունի հետ է կապված, հավատալ եւ ընդունել։ Եվ եթե մեկը, ասենք, Տիրոջ անունին չի հավատում, կամ Տիրոջը ճանաչում է, Քրիստոսին ճանաչում է, բայց անճանաչողությունը սխալ է, նա չունի փրկություն։
Պողոս առաքյալը անհանգստացած էր որոշ քրիստոնյաների համար, որոնք այնքան թույլ էին իրենց ճանաչողության, իրենց ընտրության մեջ, որ ասում էր, եթե գան ձեզի ուրիշ քարոզ, ուրիշ Քրիստոս քարոզեն, անունը դնեն Քրիստոս, բայց լրիվ ուրիշի մասին խոսեն, կլինի չէ՞ տես բան։ Օրինակ իմ մասին խոսեն, անունը դնեն Խնկո, բայց ասեն ջահել մի 40-35 տարեկան, մազերը գանգուր սենց խիտ։ Անունը Խնկո են դրել, բայց այդ Խնկոն չի, որի մասին խոսում են։ Այնպես էլ այսօր շատ տեղերում, այո, այս չարի ծառաների գործը խաբեության մի ճանապարհը սա է, չեն փոխում անունը, թողում են նույնը, բայց ասում է ուրիշ Քրիստոս։ Անունը Քրիստոս, բայց դա ավետարանով ներկայացված, իրականության մեջ նա որ կա իր անուններով, իր բնութագրով, իր կարողությունով, իր զորությունով, իր կատարած գործով, այդ Քրիստոսը չի, ուրիշ Քրիստոսը։ Գուցե շատ բաներ էլ կբնութագրեն, ասենց ասած Տիրոջ գործերից կվերցնեն, այդ իրանց քարոզած Քրիստոսի վրա կդնեն, որ ինքը էս գործ արեց, այն գործ արեց, բայց իրանց քարոզած Քրիստոսը իրականության մեջ այդ Քրիստոսը չի։ Աստված փրկության հասցե է տվել։ Այդ հասցեով պիտի գնաս, որ փրկվես։ Հասցեն փոխվես, փրկության տեղ չես էթա, ուրիշ տեղ ես էթալու, կորչելու ես։ Աստված ավետարանով է այդ հասցեն տվել։ Ավետանը բարի լուր է, ներկայացում է այն տեղը, այն ճանապարհը, այն միջոցը, որ ճշգրտորեն, եթե դու այդ տեղը գնաս, այդ ճանապարհին դիմես, այդ միջոցին, ապա անպայման կփրկվես։ Փոխվես ճանապարհդ, թեկուզ անունը նույնն է մնաց, չես փրկվի։ Սուրբ Երկրում այդպիսի դեպք կա, երբ որ վերցրեցին կենդանի Աստծո անունը, դրեցին, օրինակ ոսկե մի հատ երկու հորթի վրա, երկու հատ ոսկե հորթ զուլեցին եւ անունը դրեցին Աստված նրանց։ Ու անգամ նրանց վերագրեցին գործեր, որ Աստված իրականության մեջ հենց ինքն էր արել Եգիպտոսում մեծ հարվածներով այդ ժողովրդին փրկել էր գերությունից, տրկությունից եւ հանել էր։ Ասին, այս հորթերն են մեզի ազատել։ Նրա անունն էլ Եհովա է, Տեր է։ Բայց այտենց այդ հորթերը չդարան Աստված։ Նրանք այդ գործերի Տերը չէին։ Թեկուզ անունը դրեցին նույն Աստծո անունը։ Եվ Աստված բարկացավ եւ պատժեց նրանց։ Այնպես էլ ինչ եմ ուզում ասեմ, որ մենք պիտի, այո, ճշմարտապես ճանաչենք Քրիստոսին։ Ասում է Աստծո որդու անունին հավատացող, անունին։ Այսինքն իրականության մեջ ինչ անուն ինքը կրում է, ով է ինքը։ Եթե այդպես հավատանք, այդ ժամանակ կփրկվենք։ Տեղ կա Տեր Հիսուս Քրիստոս ասեց, եթե չճանաչեք, որ ես եմ, ամենքդ էլ մեղքերիդ մեջ ինչ կանեք, կմեռնեք։ Դուք պիտի ճանաչեք ես ով եմ։ Եթե չեք ճանաչում, այսինքն չճանաչելու մի ձևն էլ այսպես է։ Խոսում են Քրիստոսի մասին, բայց այն իրական ճշմարիտ, որ ժամանակի մեջ Աստված իրողարկել է աշխարհը որպես փրկիչ, նրա մասին չի խոսքը, անունն է մենակ նրա։ Եվ դրա համար մեզ շատ կարևոր է իրականության մեջ, այո, այն բացահայտումները, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է Հիսուսի մասին, մեր Տիրոջ մասին, այդպես ճանաչենք Հիսուսին։ Մեր տատերը, մեր պապերը շրջապատում կարող են խոսալ, տարբեր ձևերով ասել, ներկայացնել, բայց մենք պիտի նայենք Սուրբ Գիրքը ոնց է ներկայացնում, որտեղ Աստված ինքը իր մասին ճիշտ է վկայում, մարդիկ հազար բաներ կավելացնեն։ Այդպիսի դեպք եղավ նաև Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Տեր Հիսուս Քրիստոսը, ես կարդամ այդ հատվածը, դարձավ հարցրեց իր աշակերտներին, ասեց. «Մարդիկ, շրջապատի մարդիկ, որոնց մեջ ինքը կար, գործում էր, տեսնում էին, լսում էին Տիրոջը, ինչ են ասում իմ մասին։ Ով եմ ես։ Իրանց կարծիքը ո՞րն է»։ Եվ երբ որ իրանք այդ, ասենք, իր աշակերտները, որ տեղյակ են այդ միջավայրի զրույցներից, խոսակցությունից, երբ որ այդ զրույցները ներկայացվեց, Տերը չհավանեց։ Այդպես է։ Եվ ընդհանրապես լավ իմացեք, Սուրբ Գիրքը ներկայացնում է հետևյալ իրողություն։ Հայրմերում մենք տեսնում ենք, որ Տերը, որ մեզ սովորեցրեց աղոթել, այսինքն կարելի ասել դրանով նաև բացահայտեց կարիքները մեր, մարդու ամեն կարիքները, անհրաժեշտ կարիքները, որտեղ երբ որ մենք աղոթք ենք անում, մեր կարիքի անպատասխան պիտի աղոթք անենք, մենք ձև չենք թափում, մենք սիրուն խոսքեր չենք ընտրում, մենք սրա նրան լսելու համար չենք անում, որ անկած լսեն, ասեն, ես ինչ սիրուն աղոթք անում, ես ինչ լավ, այլ իրականության մեջ պիտի խնդրենք այն, ինչ որ Աստված է ուզում, որ մենք իրանից խնդրենք, եւ Աստված ինքը պատրաստ է մեզ այդ մեր կյանքում դա իրականացնի։ Կարիքներից մեկը էս ասում է,
հայր մեր, չէ, մեր հայր, քո անունը ինչ լինի, սուրբ լինի։ Այո, դա մեր կարիքն է, ուշադրություն դարձեք, ոչ թե մենակ դա փառաբանություն է Աստծուն, ոչ թե մենք մենակ դրանով փառավորում ենք Աստծուն, Աստված քո անունը թող սուրբ լինի, ցանկանում ենք որ սուրբ լինի, դա նաև մեր կարիքն է։ Ինչ է նշանակում Աստծո անունը սուրբ լինի։ Դուք շատերը ասենք ավելի խորը կրթություն ունեք, գիտեք, սուրբ բառը օգտագործվում է Սուրբ Գրքում երկու իմաստով։ Վիճակի իմաստով, որ անարատ, անբիծ, մաքուր, անմեղադրելի եւ դիրքի իմաստուն, հատուկ, առանձնացված, բարձր, ամենից ավելի բարձր։ Եվ այստեղ էս դիրքային իմաստի հարցն է, այսինքն ինչու ենք մենք աղոթքանում Տեր Աստված, թող քո անունը սուրբ լինի։ Այսինքն իրականությունը այն է, որ նա Աստված իրոք մի դիրքի մեջ է, այն անունի Տերն է, այն դիրքը ունի, որ ոչ մեկ նրան հավասար պիտի չկանգնի։ Ով կարա Աստծուն հավասար դիրքում կանգնի։ Աստված միակն է, որ ամեն կյանքի Տերն է, ստեղծողն է, արարիչն է, փրկիչն է եւ ամեն ինչ, ամեն օրհնության բարի հեղինակն է, չկա տես մեկը։ Ոչ մեկ մեր ծնողն էլ չի կարող Աստծուն հավասար դիրք ունենա։ Այսինքն, էսա Աստծո անունը պիտի իրոք առանձնացված լինի բոլոր անուններից, մեր կյանքի մեջ հատուկ դիրքում լինի, ամենաբարձր տեղում լինի, ամենամեծը լինի։ Բայց այսօր պայքարում են շատերը, որ Աստծո անունը աղավաղեն, նսեմացնեն, ցածրացնեն, անարգեն, հենց Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Այդպես է։ Եվ մեր կարիքը խի է դա, որ ասեցի դա նաև մեր կարիքն է։ Օրինակ այդ հայրմերի մեջ նաև մենք խնդրում ենք, մեր ամեն օրվա հացը տուր, չէ՞։ Դա մեր կարիքն է, ամեն օրվա կերակուրի հագուստի, ուտելիքի, ապրուստի հոգս ունենք, կարիք ունենք, խնդրում ենք։ Մեզ պահի չարիցը, չէ՞։ Այո, դա մեր կարիքն է։ Էս էլ է նույն ձևի կարիք, որ ասում ենք քո անունը սուրբ լինի։ Եթե Աստծո անունը, իհարկե մենք երբ որ ասում ենք Աստծո անունը սուրբ լինի, ամենտեղ, ամբողջ տիեզերքում, բայց առաջերտին դա ինչ պետք է լինի, մեր կյանքում պետք է սուրբ լինի։ Այսինքն մեր կյանքում ինչքան անուններ կան, ինչքան անձիկ կան, ով որ կա, դրանցից ավելի բարձր եւ ամենաբարձր տեղում Աստծո անունը պիտի լինի։ Բայց որպեսզի Աստծո անունը բարձր լինի, դու այդ Աստծո անունը Տիրոջը պիտի ճանաչես այնպես, որ իրականության մեջ ինքը կա։ Այսօր բազմաթիվ գործեր է կատարվում, հատկապես չարի ծառաների կողմից, սուտ վարդապետների կողմից, որպեսզի Քրիստոսի անունը ցածրացվի, նսեմացվի։ Դրանցից մեկը էս է օրինակի համար, որ այսօր ես ուզում եմ խոսեմ, շատերը Քրիստոսին ներկայացնում են որպես Աստծո հերթական մարգարե, որպես մեկը Աստծո մարդ, որը մարգարե մարդ է, այդպես են ասում։ Չեն ներկայացնում որպես Աստված հորից ծնված, Աստված Աստծուց, մարդացած Աստված։ Սովորական, որտեղ շատ մարգարեներ են եկել, գիտեք, հին կտակարանյան մարգարեներ կան, հիմա էլ մարգարեներ կան, եւ հերթական մեկը։ Օրինակ, ես ձեզ ասեմ, Ղուրանը մուսուլմանության մեջ բազմաթիվ տեղ իրենց հատուկ ոնց որ ասած աշխատանքի կարևորագույն հակառակվելու քրիստոնեությանը հակառակվելու կարևոր բայսը, իրանք ասում են Աստված որդի չունի։ Այսինքն անգամ երբ որ մարդիկ կան, որ ասեն գնացել են այդ տարածքները Մեքքաբան, ասում ամեն քայլափոխին գրել են Աստված որդի չունի, Աստված որդի չունի։ Գիտեք դրանով ինչ են ուզում ասեն։ Հիսուս Աստծո որդի չի։ Հիսուս Աստվածանից ծնված ու Աստված աշխարհ եկած մարդացած Աստված չի։ Պայքար այսի Տիրոջ անունի դեմ, հասկանում եք, իրանք ցածրացնում են Տիրոջը։ Աստվածաշունչը ավետարանը բարձրացնում է։ Նա Աստված էր, Հավիտյանս Հավիտենից որ կար, ժամանակի մեջ Աստծուց դուրս եկավ աշխարհ, մարդացավ եւ եղավ մեր փրկիչն ու մեր Տերը, մեր Թագավորը, բայց իրանք չէ, մարգարե, ոնց որ մնացած Աստծո մարգարները։ Իրանք պատվում են անգամ Հիսուսին։ Ժամանակ ա եղել, օրինակ տարիներ առաջ բանում Մեծ Բրիտանիայում, Անգլիայում Հիսուսի անձի հետ կապված բաներ խոսեցին, անպատվեցին, ծաղրեցին, ծաղրանկարներ դրեցին, մուսուլմանները երելան բան արեցին։ Հակառակվեցին, բունտ արեցին, ոնց ասենց ցույցեր արեցին, որ մեր մարգարեին խեք ծաղրում, որտեղ Ղուրանը իրան ներկայացնում է որպես մարգարե։ Բայց ասում են ամենավերջի մարգարեն, ամենավերջինը Մուհամեդն է, դրա համար Մուհամեդը ներկայացնում են որպես ամենամեծ մարգարե, տենց են ասում։ Բայց ցավոք սրտի դա լավ քրիստոնեություն չի։ Ցավոք սրտի շատ քրիստոնյա կոչվածներ, որ քրիստոնյաներ չեն։
անգամ ճանաչված են որպես քարոզիչներ։ Իրանց քարոզների մեջ այնց են խոսում Քրիստոսի մասին, ոնց որ sense նույն հարթության վրա դնեն Եսայի, Եղիա, Եղիսե, Մովսես եւ մնացած այդ բոլոր Աստծո մարգարեներին Դավիթ, դրանց հետ հավասար Հիսուսին են դնում։ Իրենց խոսքը տենց է ձևակերպվում։ Անկամ քրիստոնեական իբր թե ճյուղ կա, այտենց ճյուղեր կան, չեմ ուզում դրանց ասեն կանոնները տամ, համենայն դեպս կան, որոնք հենց տենց էլ ընդունում են։ Հիսուսը մարդ է, սովորական մարդ է ասում։ Ինչ Աստված, ինչ Աստծուց։ Համար էս Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք ճանաչենք իրականությունը։ Եվ հիշեցնեմ Մատթեոս ավետարանից 16-րդ գլխից եւ մի բան հիշեցրեցի ու կիսատ դա մնաց, որ հիմա շարունակեմ 16-րդ գլուխ 13-ից 20 խոսքով ասում է եւ Հիսուսը գնաց Փիլիպպիայի Կեսարիայի կողմերը եւ իր աշակերտներին հարցնում էր ու ասում. «Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի»։ Նրանք էլ ասեցին. «Ոմանք թե Հովհաննես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նրանց ասես. «Իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ»։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց ու ասեց. «Դու ես Քրիստոսը կենդանի Աստծո որդին»։ Եվ Հիսուսը պատասխան տվեց ու ասեց նրան. «Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որտեղ մարմինն ու արյունը չհայտնես քեզ, բայց իմ հայրը, որ երկնքումն է։ Ես էլ ասում եմ քեզ, դու ես Պետրոս եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Եվ ես կտամ քեզ արքայության բանալիները եւ այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։ Այն ժամանակ եւ այլն»։ Ուրեմն տեսնում ենք Տերը խոսեց, հարցրեց, աշակերտներն էլ պատասխան տվեցին այսպես, ասեց մարդիկ ինչ են իմ մասին ասում, ինչ ոնց են ճանաչում ինձ էլի, ինչ են մտածում։ Ոմանք ասում են Հովհաննես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշները Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Մարգարե։ Այս թվարկվածներն էլ էին մարգարեներ, Աստծո մարգարեներ։ Սենց են մտածում ժողովուրդը քո մասին։ Տեսեք, Տերը օրինակ չասեց, էլի ոչինչ։ Ինչ ոնց որ ասած, էլի ոչինչ Աստծո մարդու տեղն է, չէ։ Ինքը չհավանես վերջվկայությունը, ինչից է դերեմ, որտեվ եթե հավաներ, պիտի նաև ընդհանրապես այսպես է ուշադրություն դարձեք։ Ինչպես որ ճանաչվես, գրված է, ճանաչես, այնպես էլ կճանաչվես։ Այսինքն ինչպես կճանաչվես, այնպես էլ կճանաչես։ Այսինքն, եթե դու Քրիստոսին ճանաչում ես ճշմարտապես այնպիսին, ինչպիսին ինքը կա, ճանաչել նշանակում է իմանալ, վստահ լինել դրանում եւ ընդունել դա, խոնարհվել այդպիսի ճանաչողության համեմատ, հնազանդվել, օրինակ ճանաչում ես Հիսուսը Աստված, դու խոնարհում ես իր առաջին որպես Աստծո, որպեսզի Աստծո պատիվ տաս։ Ճանաչում ես իրան որպես փրկիչ, դու ընդունում ես քո կյանքում նրան որպես փրկիչ եւ քո ոնց որ ասած քո փրկությունը իրանից ես տեսնում։ Երբ որ դու ճանաչում ես, արձագանք է գալիս երկնքից, sense ուրիշ խոսքով ասած, քո ճանաչողության համապատասխան Աստված գործում է։ Փրկիչ ճանաչեցիր, փրկում է քեզ։ Բժիշկ ճանաչեցիր, բժշկում է քեզ։ Աստված ճանաչեցիր, Աստվածային այդ բոլոր որոշած ծրագրեր իրականացնում է քո կյանքում։ Եվ այստեղ, երբ որ Տերը խոսեց, ասեցին էս, ինքը լուր մնաց կարելի ասես, բա դուք ինչ եք ասում, դուք էլ իմ ժողովուրդն եք, իմ հետ եք։ Այս կամ ժամանակ ոնց որ ավելի շատ բան եք տեսել։ Ասես Պետրոսը իրանց կողմից խոսեց, ասեց դու ես Քրիստոսը կենդանի Աստծո որդին։ Այսինքն իրանց հայտնի էր, Քրիստոսը ով է։ Նրանք գիտեին, բոլոր մարգարեները մարգարեացել էին մինչև Քրիստոսը։ Ու այդ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, սպասում էր փրկչին, այդ հատուկ անձին, Քրիստոսը կենդանի Աստծո որդին։ Երբ որ ասում են մարգարե, օրինակի համար Հիսուսի հակառակվողները շատերը շատ չէին չարանում հակառակում, բայց եթե ասում են Քրիստոս, ասենց ասած ոնց որ երթված լինեին, միացած որոշած լինեին, եթե մեկը Հիսուսին Քրիստոս դավանի, ընդունի որ Հիսուսը այդ խոստացված Քրիստոսն է, ասենց սպանեն անգամ, ժողովարաներից դուրս անեն։ Եվ իրանք գիտեն, որ Քրիստոսը դա Աստված է, Աստծո որդի է, որ պետք է գար աշխարհ։ Եվ այստեղ Տերը օրհնությունը խոսեց, տեսեք,
ասեց ով Պետրոսը, դու ես Քրիստոսը կենթանի Աստծո որդին, իր հավատքը, իր ճանաչողությունը դավանեց, բերանով ասեց երանի քեզ։ Ու ինչ ասեց, խոսեց օրհնությունների մասին, որ այս հավատքով իմ ժողովուրդն եմ հավաքելու, այս հավատքի միջոցով համախմբելու եմ ժողովուրդ, այնպիսի մի հատ ժողովուրդ, որ ինչ դժոխքի դռները նրանց չեն հաղթարի։ Այսինքն այդ հավատք ունեցողներին այս արձագանք եկավ, քանի որ սենց հավատում ես ինձ, քանի որ այսպես ճանաչում ես, դու կդառնաս իմ սեփական ժողովուրդը, իմ ժողովրդի մեջ կհաստատեմ, եւ այն ուժով ու զորությունով կլներ ժողովուրդը, որ ինչ դժոխքի դուր կա, այսինքն ինչ դժոխ տանող ուժ կա, զորություն կա, դևեր կլինեն, մարդիկ կլինեն, որ աշխատում են, որ մարդկանց կորուստի տանեն, մեղքի մեջ գցեն, հեռացնեն Աստծուն, չեն կարնալու, պարտվելու են։ Բայց ում համար այս խոստումը եղավ, որ այս հավատքը ունի եւ այս հավատքով ապրում։ Քրիստոսը Աստծո որդին է, կենթանի Աստծո որդին է։ Հիսուսը Քրիստոսն է եւ նա կենթանի Աստծո որդին է։ Այսինքն կարճ ասված, բայց այդ ժողովուրդը, որ կրթված էր, հասկանում ենք, այդ կենթանի Աստծո որդու Քրիստոսի հետ կապված վկայություններ են, նայա լինելու փրկիչը, նայա լինելու Տերը, նայա լինելու հավիտենական թագավորը, եւ իրանք երբ որ այդ է ասում են, այդ ամբողջը տակն էին հասկանում։ Եվ իրանք սպասում են, որ Քրիստոսը այո, շուտով պիտի թագավորի։ Ես սա է, որ այո, մենք որ ասեցի, ես ինչի ասեցի, քո անունը սուրբ լինի, դա մեր կարիքն է։ Եթե Քրիստոսի անունը իր համապատասխան ոնց արժանի դիրքում, բարձրության մեջ, սուրբ, ոնց որ առանձնացված հատուկ այդ դիրքում մեր կյանքում չեղավ, եթե մենք օրինակ նրանց նման, այս մարդկանց նման կամ այդ թվարկվածների նման մտածենք Հիսուսը մնացած սովորական մարգարեների նման Աստծո մի մարգարե մարդ է, դա սուրբ չարեցիր դու Հիսուսին, դա ցածրացրեցիր դու Հիսուսին, եթե այտենց լինի ես չեմ փրկվի։ Այս օրհնությունը, որ խոսվեց, Աստծո ժողովուրդ լինել, անհաղթարելի լինել, Քրիստոսը քո Տերը լինի, քո զորություն ունի, որ ուժ տա, որտեղ ասես անենց իշխանություն եմ տալում, որ ես ունեմ, իմ իշխանությունից ձեզ եմ տալում, ինչ որ կապ է կապված լինի, ինչ որ արձակեք, արձակված լինի, դա չես ունենալու։ Դրա համար դա մեր կարիքն է։ Մենք որ աղոթք ենք անում, Տեր, քո անունը սուրբ լինի, այո, մեր սա կարիք ունենք, որ Հիսուսի անունը մեր սուրբ լինի։ Եթե այդ անունը հանկարծ սուրբ չեղավ, մենք կզրկվենք ամեն Հիսուսի անունով եղած բոլոր բարիքներից ու օրհնություններից։ Եթե խելքներս դնենք այդ աղավաղողների, խափողների, կկորցնենք դրանք։ Եթե սուրբ չի Տիրոջ անունը մեր կյանքում, հետաբար չկա Տիրոջ անունով եղած ոչ մի օրհնություն ու բարիք մեր կյանքում։ Դրա համար Տերը չհավանեց այն ժողովրդի միտքը, որ ասեցին մարգարե է։ Հա, Աստծո մարդ է։ Աստծո խոսք է խոսում, մարգարե է։ Չէ, ինքը չհավանեց։ Հավանեց Պետրոսի վկայությունը, կենթանի Աստծո որդին, որ մարդացավ, Աստված հորիցը, Աստված Աստվածանիցը, եւ մարդացավ, որ պետք է փրկիչ լիներ, վկայված է նրա համար։ Եվ մեկ ուրիշ տեղ կարդամ ձեզ համար շարունակությունը 16-րդ գլխից հետո գալիս է 17-ը, չէ՞։ 17-ում ասում է, հենց առաջի խոսքից կարդամ 1-ից 8 համարները։ Եվ 6 օր հետո Հիսուսը Պետրոսին եւ Հակոբին եւ նրա եղբայր Հովհաննեսին իր հետ առավ եւ նրանց առանցին մի բարձր սար հանեց։ Եվ նրանց առաջին կերպարանափոխվեց եւ նրա երեսը փայլեց, ինչպես արեգակ, եւ նրա հանդարսները լույսի պես սպիտակ եղան։ Եվ ահա երևցավ նրանց Մովսեսը եւ Եղիան, որ նրա հետ խոսում էին։ Եվ Պետրոսը պատասխանեց ու ասեց Հիսուսին. Տեր, լավ է, որ մենք այստեղ լինենք, եթե կամենաս այստեղ 3 տաղավար շինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մեկը Եղիայի։ Եվ նա տակավին խոսելուց ահա մի լուսավոր ամփ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ձայն եղավ այն ամպից եւ ասաց. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեցեք։ Եվ աշակերտները լսելով իրենց երեսների վրա ընկան եւ շատ վախեցան։ Եվ Հիսուսը մոտեցավ նրանց բռնեց ու ասեց. Վեր կացեք եւ մի վախենաք։ Եվ նրանց իրենց աչքերը բարձրացեցին ու ոչ ոքի չտեսան, միայն Հիսուսին։ Տեսեք ինչ կատարվեց։ Տերը իր աշակերտների հետ բարձրացավ սարը ու կերպարանափոխվեց։ Պայծառակերպություն է դա կոչվում, իբր թե այսօրվա տոնն էլ, բայց ինչ կապ ունի այսօրվա տոնը այդ վարդևորի հետ։ Պայծառակերպության տոն է իբր թե քրիստոնեական։ Այս ջուրը ինչ կապ ունի այս բանի հետ։
ասենց ասած։ Կռապաշտություն է այսօրվա տոնը։ Հեթանոսական տոն, հեթանոսները շատ ժամանակ ոմանց շատ են ատում, ասում են սպանեցին, մորթեցին, քրիստոնեությունը բռնի մտցրեցին, բայց պետք է շատ էլ սիրեն, որովհետև այդ նույն ոնց որ ասած կառույցները, հեթանոսական տոները դարերից, դարերով ժողովրդի մեջ դնելով բերեցին, հասցրեցին այս օրերին։ Թե չէ մարելու էր եթար։ Իբր թե սարքին քրիստոնեական տոներ, բայց մեկը ժողովուրդը մնաց հեթանոս ու հեթանոսական տոն անող։ Այդպես է։ Եվ ինչևից է, դա միջանկյալ, հիմա սա որ Տերը բարձրացավ Սարը սպիտակ բոլորովին կերպարանափոխվեց, երեսի փայլը, շորերը եւ այլը հանդերձները եւ երևացին, ասում եմ Մովսեսն ու Եղիան, նրանք Աստծո մեծ մարգարեն են ու խոսում էին Տիրոջ հետ։ Ասում եմ աշակերտներն իր հետ էին, տեսան, ազդվեցին, նրանք էլ էին փառավոր, Հիսուսն էլ էր փառավոր, իրանց թվաց թե Հիսուսը իրանց հետ հավասար մեկն է, ասեցին Տիրոջը ասեցին Տեր, արի 3 հատ տաղավար ստեղ սարքենք։ Ինչ որտեղ պաշտամունքի գուցե երկրպագության sense ասած, որ մեկը քո համար, մեկը Մովսեսի համար, մեկն էլ Եղիայի համար, այդ երևացողների համար։ Այսինքն դրանց երևում է, էլի իրանք անձդվեցին, ճիշտ է, փառավոր ձևով երևացին նաև Եղիան, փառավոր ձևով երևաց նաև Մովսեսը, որ խոսում են Տիրոջ հետ այդ սարումը, բայց այդ փառավորությունը գուցե ազդեց իրանց վրա։ Չհասկացան ինչ են անում, որտեղ նույն Պետրոսը ուրիշ վկայություն էր տվել մի քիչ առաջ, որ կարդացին։ Եվ ասեցին հավասար տնեցին։ Պետք քեզ իրահանց համար էլ էս տաղավարներ սարքին։ Բայց Աստված հայրը հավասար չդրեց։ Իսկ իրանց վրա ամպ եկավ ծածկեց եւ ամպից ձայն եկավ։ Այսինքն ամպի ներկայությունը դա Աստծո ներկայությունն է, հոր ներկայությունը ոնց որ։ Եվ ձայնը այսպիսին էր. դա է իմ սիրելի որդին, որին ես ինչ արեցի, հավանեցի։ Ուշադրություն դասեք, իրենք 3-ի մասին են խոսում, ինքը առանձնացրեց 3-ից 1-ին։ Դա է իմ սիրելի որդին։ Այսինքն մի խառնեք իրար, մի հավասարացրեք։ Աստծո ծառաներ են եղել նրանք, Աստծո մարդիկ են եղել, մեծ գործեր ա եղել իրանց միջոցով, բայց նրանք հավասար չեն Քրիստոսին։ Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Այսինքն մեկը որ կատարյալ բարեհաճությունը կար Աստծո, ինքը ոչ մի բան չարեց որևէ մի հարցում, որ Աստված օրինակ ջղայնանար ասել ես ինչ ես անում։ Բայց օրինակ Մովսեսի վրա, որ հիմա Մովսեսին ուզում է Պետրոսը հավասար դնի, չէ՞ Հիսուսի հետ։ Մովսեսի վրա Տերը տեղ կար, ինչ արեց, բարկացավ։ Մի բան արեց, որ բարկացավ, միտեղ չէ, շատ տեղեր է բարկանում, բայց միտեղ անես բարկացավ, որ անգամ զրկեց։ Հիշում եք, բարկացավ ու զրկեց, ասեց, «Ենք հանգստի երկիրը, Քանանու երկիրը, որ դու պետք է ժողովրդին տաներ, դու էլ մտնեիր հանգստանար ես, անապատի ես բոլոր ճանապարհներից, ես բոլոր խնդիրները, որ եղավ դրանցից, դու չես մտնելու», ասեց։ Ինչ եմ ուզում ասեմ, բայց Հիսուսի համար ասում եմ, որի վրա կա ինչը, իմ ամբողջ բարեհաճությունը, ոչ մեկ թող Հիսուսի հետ չհամեմատվի։ Աստծո բոլոր բարեհաճությունն է։ Եվ ասում եմ, դա է իմ սիրելի որդին, դա միածին որդին է Աստծո։ Ոչ թե ուղղակի մարգարե։ Ինչ որտեղ հետաքրքիր է, երբ որ բանը կարդում ենք, Եբրայեցիս թուղթն ենք կարդում, առաջի հենց գլխուղ առաջի խոսքից, որ առաքյալը ներկայացնում է Այնպես է սկզբի մասը խոսում, որ կարող է մեկը ասի, դե հեսա, ներկայացում է համ մարգարեները Աստծո խոսքը բերեցին, համ էլ Հիսուսը բերեց, ոնց որ նույն նմանեցում է կատան, բայց շարունակությունը նենց է խոսում, որ տարբերությունը ասենց ասած էական է։ Տեսեք ոնց ասում Եբրայեցիս առաջի գլուխ 1-ից 2 խոսքերում։ Շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ, մարգարեների ձեռով, այս վերջերում խոսեց մեզ հետ որդիովը, որին ամեն բանի ժառանգ դրա, որով աշխարհն էլ արավ։ Տեսեք, ներկայացնում է խոսքի տեսակետից, խոսելու տեսակետից։ Ասում է շատ կերպերով, շատ մասերով Աստված իր որդով խոսեց, մարգարեների միջոցով, Աստված ժողովրդի հետ, մարդկանց հետ խոսել է իր մարգարեներով։ Աստված ժողովրդի մարդկանց հետ խոսեց նաև ում միջոցով իր որդով։ Կամ մեկ ասեն, դե սա նույն գործն են կատարում, Աստծո խոսքը, Աստծո հայտնությունը, բացահայտումները բերում է մարգարեն էլ, Աստծո որդին էլ։ Բայց շարունակության մեջ ինչ է ասում, այս վերջերում, որին Հիսուսի համար ժառանգ դրա, որով աշխարհն էլ ինչ արեց, արավ։ Այսինքն նա մեկն էր Աստծո որդին,
աշխարհը ստեղծողն էր, որ մարգարեն աշխարհի ստեղծագործությանը մասնակցող։ Աշխարհը արավ նա, մեկ, երկրորդն էլ ոչ միայն արավ, այդ աշխարհի տեր ու տիրականն է դրեց Աստված նրան։ Հիսուսը համաշխարհն է արել, Աստծո որդին, արարիչը։ Ամեն այդ աշխարհի տեր ու տիրականն է։ Ուղղակի էսա, որ այո, Աստված իրանց անձերից մեկին ընտրեց, որդուն ընտրեց, որ ուղարկի երևացող ձևով մարդկության մեջ գա, խոսի եւ նաեւ խաչի գործ իրականացնի փրկության, այդպես արեց Աստված։ Բոլոր մարգարեները, այո, խոսում են Աստծո խոսքը, բայց վերջի ժամանակներում Աստված ինքը հանձնառավ, ինքը։ Մարգարեները կարելի է ասենց ասած միջնորդ էին Աստծո եւ մարդկանց միջև։ Աստծուց առնում էին, խոսքը փոխանցում էին։ Բայց Հիսուսը միջնորդ չէր, կարելի է ինչ-որ տեղ ասել։ Ինքը Աստված էր, որ անձամբ խոսքը հենց իրանից սկիզբ առած մտավ մարդկության մեջ։ Այդպես ասում Եբրայեցիս թղթի 2-րդ գլխում։ Այդ առումով։ Ինքը որ խոսում էր, ոնց որ ասած, խոսում էր այն ինչ որ, այո, Աստծո խոսք էր։ Բայց Աստված ինքն էր եկե աշխարհ, հայտնվե մարդկության մեջ եւ այն ինչ որ պիտի խոսեր, էլ չէր ասում Մովսես դու ասա մարդկանց, Եղիա դու ասա այս բանը, ինքն էր ասում ինձ։ Եվ խոսույթը, որ նայում ենք մարգարեների կամ Քրիստոսի խոսույթը, այսինքն խոսելու ոնց որ ասած այդ սահմանները, կերպը, լրիվ ուրիշ էր։ Բոլոր մարգարեները խոսում են, չէ, այսպես է ասում Աստված։ Այսինքն իրանք խոսում են, որ էսի մեր խոսքը չի, էսի ինչ որ Աստծուց առել եմ, լսել եմ, չէ, ինչ որտեղ sense փոխանցում եմ ձեզ, հասկանալով փոխանցում եմ Աստծո հեղինակությամբ, բայց բազմաթիվ տեղերում Տեր Հիսուսը խոսում է, ասում էր ինչ էր ասում, ես ձեզ ասում եմ, ես եմ ասում, ոչ մի մարգարե չասեց, ես եմ ասում, իմ հեղինակության, իր հեղինակությամբ չխոսած։ Հիսուս ասեց, ես եմ ձեզ ասում, կամ շատ տեղեր ասում էր, ինձ մոտ եկեք, հրավիրում էր հենց իրեն, բայց մարգարեները չեն ասում, եկեք ինձ մոտ, ասում են, Աստծուն դառեք, բայց Հիսուս ասում էր, ինձի դառեք, ինձ եկեք։ Եվ շատ բաներ, Հիսուս ասում էր, ոչ ոք չի, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, ոչ մեկ չի գնա հոր մոտ, եթե ոչ ինձանով, ես եմ վերջ, ուրիշ մեկը չկա, սա ուրիշ տեսակ խոսք է։ Կամ թեկուզ մարգարեական հայտնության առնելը, գիտեք ոնց է, այնպես չէ, որ մարգարեները, ասենց, երբ որ խոսքը փոխանցում են, մինչև այդ իրանք չգիտեին այդ բանը, Աստված իրանց էր բացահայտում, իրանք հասկանում էին, իրենց հասկացածն էլ փոխանցում էին, բայց որ ասես դրանից առաջ իրանք գիտեին, դա չէ, Աստված բացում էր, իրանք հասկանում են, բայց Հիսուսի համար ասում նրան պետք չէր որևէ մեկը մի բան ասել, նա ամեն բան գիտեր։ Ուղղակի ինքը որպես խոնար հնազանդվող որդի, որպես որ եկել է լսելու, հնազանդվելու, սպասում էր հոր առաջնորդությանը։ Այնպես չէ, որ հայրը ինչ որ այդ պայն ասեց, այդ պայն ինքը նոր հասկացավ մնացած մարգարեների միջոցով ու փոխանցեց, նա ամեն բան գիտեր։ Բայց թողել էր ղեկավարությունը, իշխանությունը հորը եւ սպասում էր հորը, որպես Աստծո որդի, Աստծո ծառա, որ հայրը առաջնորդի, ինչ որ լսի, այն ասի, ինչ որ տեսնի, այն գործի, ինչպես գրված է։ Եվ շատ այլ բաներ կա, ժողովուրդ ջան, որ նայենք բազմաթիվ համարներ կան տեղեր, որ էապես այո, տեսնում ենք Աստծո որդու եւ մնացած մարգարեների տարբերությունը շատ է։ Եվ սրա համար ես ուզեցի ուղղակի մի կարճ բան, ասենք սրա մասին խոսել, որտեղ շատ բաներ, համարներ ու բացահայտումներ կարելի անել, հստակ է, որ այո, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոչ թե հերթական մի մարգարե էր, որ եկավ Աստծո խոսքը փոխանցի, այլ Աստծո որդին էր, որ եկավ խոսեց, Աստծո միածին որդին, Աստված հորիցը ծնված, Աստված մարմնով եկած, որ եկավ խոսեց, գործեց, խաչի մահով մեռավ, հարություն առավ, երկինք գնաց, Աստծո աթոռի աշկոմը նստեց եւ մեր համար փրկություն իրականացրեց։ Եվ հետաքրքիր է նույն ձևի մի տարբերության խոսք Հովհաննեսն էլ ասում, Հովանու նամակում առաջի գլուխ 5-րդ գլուխ կներեք 5-ից 6 խոսքերում ներկայացնում է, որ բան ասում է, Հիսուսի մասին ասում է, սա նա էր Հիսուս Քրիստոսը, որ ոչ միայն ջրով եկավ, այլ նաև այրունով եկավ, այսինքն շատերը եկել էին Աստծո խոսք խոսել են, բայց ոչ մեկ այրունով չէր եկել, այսինքն խաչի գործ չէր իրարացել, չէր մեռե, այրուն չէր թափել մարդկության համար։ Սա առանձնահատուկ է, շատերը ջրով եկան, խոսք խոսեցին, բայց գործը փրկության իրականացրեց Աստծո որդին։
Հիսուս Քրիստոսը, Փրկիչը Աստված է։ Կուզեմ, որպեսզի մենք ոնց որ ասած հաստատ լինենք Տիրոջ ճանաչողության մեջ այս հարցում։ Աստված մարդացավ, Աստված հայտնվեց մարմնում, Աստված Աստծո որդին եւ նա է մեր Փրկիչ ու մեր Թագավորը։ Նա ոչ թե սովորական մի հերթական մարգարե է, այլ հատուկ անձ, աստվածային անձ, որ իրականացրեց մեր փրկությունը։ Աստված ասում էր. ես եմ Փրկիչը, ինձանից զատ փրկիչ չկա։ Աննայեն էր, որ փրկությունը որևէ մի մարդու սովորական մարդու ձեռով արվի։ Աստված է Փրկիչը։ Աղոթք անենք, վերջացնենք։